Դիանա Գրիգորյանի վերջին զանգասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր իրադարձությունները դեռ առջևում են, Բագրատը շարունակում է զարմացնել ու, իհարկե, իր չարագործություններով ինտրիգներ պահել հեռուստադիտողների մոտ։ Այս անգամ էլ կազմակերպել է մեծ ընթրիք, որին հրավիրված է Շախունցների ընտանիքը։ Իհարկե, Անան այսօր իր համար հետաքրքիր ու զարմանալի բացահայտում է անելու։ Նա տեսնելու է Լիլիթի որդուն։ Արդյոք նա տեղեկանալու է, որ Լիլիթն ու Սոսն ամուսնացած են հենց այս սերիայում, ցույց կտա ժամանակը։ Ընդամենը րոպեներ անց ամենաթեժ ու հետաքրքիր կադրերը կհայտնվեն էկրաններին։ Սակայն ինչպես երևում է սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, Աննան բավական հաճախ սկսում է հանդիպել Սոսի որդու Արամի հետ և իհարկե նրանք քննարկելու շատ բան ունեն։ Արդյոք Սոսի որդին շարունակելու է Բագրատի ընտրված ուղին, թե Սոսի նման նա էլ հանգիստ ու խաղաղ է լինելու ու փորձելու է հաշտեցնել բոլորին։ Ինչպես երևում է, նոր սիրային եռանկյունի է հայտնվելու հեռուստասերիալում, քանի որ Արամը այս պահին Մերիին է սիրահետում, սակայն հայտնի է, որ մոտակա սերիաներում Մերիով հետաքրքրվելու է նաև Գոռը, ում են հնարավորություն տալու Մերին իր սրտին տիրանալու, ցույց կտա ժամանակը։ Ամեն ինչ դեռ առջևում է, հեռուստադիտողների մեծ մասը կռահել էին, որ Ֆրիդան այդքան հեշտությամբ չի մեկնելու երկրից։ Նա այս անգամ եկել էր վճռական ու բնականաբար Աննային զանգահարել ու ասել է, որ չկարծի, թե ամեն ինչ կորած է, այնպես որ մոտակա սերիաներում նոր իրադարձություններ են սպասվում։ Միացեք մեզ, միասին բացահայտելու այդ հետաքրքիր իրադարձությունները։ Ով է Սոսը, սիրված դերասան, սիրելի հետևորդներ, օրեր առաջ վերջի զանգը իր էջում տեղադրել էր, թե կռահեք ով է խաղալու Սոսի կերպարը, և ասել էր, ով առաջինը ճիշտ պատասխանը ասի, տալու են նվեր, դե պարզա ճիշտ պատասխանը ասելա ձեր հալալ է, դրա համար նվերը հետո ես ձեզ ցույց կտամ։ Ով է Սոսը, սիրված դերասան, նկարահանման եմ գալի ու մեր հրաշք օպերատորը սուրճ հյուրասիրեց քաղցր կինդեր գիտեք ինչ հրաշք անձնավորություն է ու ընդհանրապես բոլորի ինչ հրաշք անձնավորությունները ես էլ եմ էտ արի տեքստանց Քեզ էլ եմ հյուրասիրել։ Մասը սենց թողեմ, թե բանան եմ։ Ինչը? Հա, լիծ գլխի։ Լավ չի, չես։ Իմաստուն հալա։ Վայ, ես հաստացա, դու Իմ հեռախոսը չի։ Վեր չի զանգ։ Պատրաստում ենք իմ սիրելի աղցանը դյուրին բաղադրատոմսով, երկու կանաչիներով կամ մեկը, որը կգտնեք, ուրեմն անունները ռուկոլա և իտալական ռեհան։ Ասեմ, ես օրինակ զովքից եմ վերցրել, դուք էլ կարող զովքում նայեք։ Այսքան չերի լոլիկներ, pesto sauce, Եվ ինչ ապեք, ընդեղ ես մացարալա չեմ ավելացնում, սովորաբար երբ որ մենակ իմ համար այդ պորցիան, բայց եթե բանեցիների համար եք սարքում, սենց կլոր են մացարալաներից ու ժարիտ արած չամիչ։ Վերցնում ենք այս մանչիկ, շարում ենք մեջը, ուրեմն կանաչիները վերցնում ենք և սկսում ենք խառը ոնց պատահի կպրատելը։
Օй, հոտելը, վայ։ Իրան սենց կդնանք սիրուն մեջտեղում։ Լոլիկները վրան շարել, հետաքրքիր ձևով։ Կարող եք մացառելաներն ավելացնել։ Տապակում ենք չամիչը, կստացի իմ սիրած բաներն, չգիտեմ ամեն ինչ օրինակ, բայց շատ եմ սիրում ես կոթերը։ Այս են սիրում, չամիչի դիցնեցում ենք և տապակա լավ գրումա, կլորիկ բան է դարնում, այսպես ցույց տամ, իրա վրա էլ ավելացնում եմ արդեն այս ձեթից, ուրեմն սիրում եմ նուշի ու ունեմ կավելացնենք այս են սիրում կավելացնենք, աղ կավելացնենք և վերցնում ենք այսպես մեկ րոպե ձեզ մոտ գնքիքը կարելի է հա ես ու դնում ենք հենց առած խառնելու մեր սալատիկի վրա այսպես սիրում պիսեմ այսպես սիրում նայեք են սիրունա դուք կարող եք այդ մացառելա պանիրներն էլ ավելացնել համ տեսքից հա շատ սիրուն համ համն է շատ լավը սենց քաղցր կծու ամեն ինչի համը գալիս է և ձեր հյուրերին կարող եք զարմացնել պաչիկներ եմ ձեզ անում և ես գնում եմ սա ուտելու Ձերքան մարսի չէ, դեգատը ձենը ամբողջ հանրապետությունում աղջիկ չկա, գնաց իրեն բազմախորի աղջիկը ներդար մեր շրջապատից մարդ չէի կարա Ահա, մենք նկարը հանանենք, նայք, սեր մարդիկ լիքը Ես անգամ նկարում եմ Հաստատ? Այո Ինչ էիր ասում? Բան եմ անում, քո հաշվին ինչ եմ լինում, պիարվում եմ ասում իմ հաշվին պիարվում ես Տոմպայից չես սանում է Ժողովուրդ եք կատակ են անում, իրան շատ լավ է Վայ Ասենք ինչ հոքերս, ասենք կերելա Այսպես ենք ապրում Անգամայն այլ աչքերով եւ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, նրանք ուղղակի չեն կարող չլինել բարի, չեն կարող չլինել դերական, չեն կարող չլինել կամեցող։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ մեր հերոսասերիալը սիրվել է, շնորհակալ եմ, որ մեր հերոսները վայելում են ձեր սերն ու համակրանքը եւ կասեմ մի բան, որ այո, պետք է շատ սիրեք, այդ սիրո մեջ պետք է լինեք համեստ, զուսպ, որովհետեւ համեստությունն ինքնին սեր է եւ համեստությունն ինքնին գեղեցկություն է։ Սիրո մասին պետք չէ շատ աղմկել, որովհետեւ սիրո մասին կարող են խոսել ձեր աչքերը։ Սիրո մասին պետք է լռել եւ լուր վայելել այն ամեն ինչ կա, որովհետեւ պարկեշտությունը, զսպվածությունը, համեստությունը միշտ հաղթանակ է ապահովում յուրաքանչյուր հարցում։ Լավ եղեք։